Գիտեք, ակնհայտ է, որ այցի մանրամասները դեռ գաղտնի են պահում, այդ թվում նաև օրակարգը, բայց մի բան ակնհայտ փաստ է, որ Հայաստանի իշխանությունները շատ հստակ ուղղորդվում են Թուրքիայի կողմից եւ հետեւողականորեն կատարում նրանց պահանջները։ Եվ այո, սրանց այս դենացիոնալիզացիայի ծրագիրը, որ սկսել են հայկական ինքնության դեմ պայքարի, դա արվում է ուղիղ թշնամական երկրների թելադրանքով եւ արդեն բացահայտ է, դա չեն էլ թաքցնում։ Սա բերելու է նոր պայմանավորվածություններ, հավանաբար գնում են նոր հրահանգներ ստանալու։ Ես այսպես արտահայտվելու բոլոր իրավունքները եւ հիմնավորումները ունեմ, որովհետեւ ամեն այդ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայկական ինքնության, հայ եկեղեցու, հայկական ուժերի, առհասարակ հայկական ինքնության դեմ սկսում են նոր ծավալի պայքար։ Հետևաբար ես սա դիտարկում եմ այդ շրջանակներում եւ այն քաղաքականության, որ սրանց քաղաքականությունը նորից եմ կրկնում հետեւյալն է։ Բարեկամանալ թշնամիների հետ, թշնամանալ բարեկամների հետ եւ դա փորձում են ներկայացնել իրական Հայաստանի եւ խաղաղության շղարշի տակ, որը բերելու է նոր սպառնալիքների եւ նոր կորուստների։ Ցանկացած Էրդողան եւ Նիկոլ Փաշինյան հանդիպումից լավ արդյունք սպասել չի կարելի։ Այդ թվում նաև դուք տեսնում եք ցեղասպանության ուրացման եւ ժխտման հստակ քաղաքականությունը, որ իրականացնում է սրանց կողմից, այսա գնում է իր ընկերոջ կիրթ գործընկերոջից նոր հրահանգներ ստանալու, ուրիշ բացատրություն չկա այս ամեն ինչ։ Խաղաղության գործընթաց չկա։ Խաղաղության գործընթաց չկա, կա Հայաստանի հետ պայմանագիրը Հայաստանի նոր կապիտուլյացիայի մասին է։ Նա ինքն է փորձում ժողովրդին ներկայացնել խաղաղության մասին։ Այդտեղ խաղաղության մասին որևէ բան չկա։ Նորից եմ կրկնում, դրանով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանագծման սահմանազատման հարցը չի լուծվում, դրանով փորձում են վերջնականապես փակել Արցախի խնդիրը, այդ փաստաթղթով Ադրբեջանի զինված ուժերը, որոնք գտնում են Հայաստանի տարածքում դուրս չեն գալիս, այդ փաստաթղթով ինքը մի շարք պարտավորություններ է ստանձնում այդ ռևանշիստական ուժերի դեմ պայքարելու քողի տակ մեր իր դենացիոնալիզացիայի ծրագիր իրականացնելու համար, այդ փաստաթղթով ետ են կանչվելու դատարաններից միջազգային Արցախի հարցով 4 դիմումները եւ շարունակական այդ պահանջների կատարումը եւս 2 պահանջ Մինսկի խմբի լուծարման, սահմանադրության փոփոխության, այդտեղ խաղաղությունը որտեղ է այդ փաստաթղթի։ Սա Հայաստանի նոր կապիտուլյացիայի պայմանագիր է, որը այո, փորձելու է սա իրականացնի եւ մեր ժողովրդին ներկայացնի իբրև խաղաղության փաստաթղթ։ Հետևաբար սրանց որևէ հանդիպումից որևէ լավ բան սպասել չի կարելի։